Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ, ողջունում եմ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի մասնակիցներին, արդեն երկրորդ տարին է նման ֆորում կազմակերպվում և սա կարծում եմ շատ լավ հարթակ է, որպեսզի մենք քննարկենք ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։ Պարոն Խուդասյանը արդեն նշեց, և դա ակնհայտ ճշմարտություն է, որ այստեղ մենք ունենք լրջագույն և հնարավորություններ և մարտահրավերներ և կարծում եմ հարթակը հնարավորություն է, այդ թվում կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Դրանպես Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը և սա ինչ որտեղ հասկանալի է, որովհետև ոլորտի ըստ էության 95 և ավելի տոկոսը վերաբերվում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին, բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան և պիտի ընդգծեմ, որ կառավարությունը այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Մենք զարմանքով արձանագրեցինք, երբ որ Հայաստանում շինարարության տեմպերը ակտիվացան և նաև սուբվենցիոն ծրագրերը, կառավարության ուղիղ ներդրումները մարզերում, մենք օրինակ զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա։ Երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի երկիր Հայաստանը, բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք պրոբլեմներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետև դա առաջինը մեր տնտեսության պոտենցիալն է և երկրորդը մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Ես ուզում եմ կիսել մի տպավորություն վերջերս Չինաստան կատարած իմ այցից, ինձ շատ զարմացրեց, որ Չինաստանում շատ տարածված երևույթ է, որ ուղղակի երկրում առկա քարերից ուղղակի քարի հուշարձաններ գոյություն ունեն և նրանք շատ գեղեցիկ են և շատ բնակավայրերին կոլորիտ են մատուցում և պարոն Խուդասյանի հետ ենք, ես ասացի, պատկերացրեք մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարերի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ և որոշեցինք, որ անպայման առաջիկայում արդիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք և համայնքներում մենք սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է և նաև արժևորելու և նաև մեր ուշադրությունը հրավիրելու և նաև մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու, էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում իհարկե քարի ներկրումը շատ տարածված երևույթ է, ես չեմ ասում, որ Հայաստան քար պետքա չներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, տարբեր պահանջարկներ կան, ես խոսում եմ նրա մասին, որ այնինչ ակնհայտորեն մենք նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, միշտ չի, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ նաև ոլորտի թափանցիկությունը և իհարկե ոլորտի պրոֆեսիոնալությունը, որովհետև նույն քարի ոլորտում ամենատարբեր պատճառներ կան, թե ինչու ենք մենք այսպիսի իրավիճակում։ Այդ պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է և այդտեղ գիտելիքի վրա ներդրումների քչությունը, սակավությունը կամ
բացակայությունը եւ սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։